Ինչպես ասացի, Python-ի կրկնություն, այստեղ կա 10 վարժություն, վարժությունների վրայով կարող հերթով անցնել, հետագայում արդեն եթե ժամանակ լինի, գնայինք նորից ֆունկցիաները։ Այս վարժությունները այնպիսի վարժություններ են, որոնք դուք հաստատ հանգիստ կարող եք լուծել, թե տնայինների մեջ են քննարկել, թե արդեն ձեր գիտելիքները լրիվ թույլ կտան, որպեսզի դուք լուծեք։ Հիմա դպրոցում, քանի որ աշակերտներ կան, կարող եք հերթով մոտենալ, հա, ընկեր Ելենայի համակարգչին ու փորձենք վարժությունները լուծել, ու վարժությունները լուծելուց կխնդրեմ անպայման քայլ առ քայլ բացատրեք ինչ եք անում, ոնց եք անում, որպեսզի նախ ես հասկանամ ինչպես եք մտածում կոդը լուծելուց, ու հետո նաև ձեր ընկերները հասկանան, թե ինչ եք անում։ Ով կուզի առաջին վարժությունը լուծի տեսնենք։ Ցանկացող չկա, հա։ Միլենան է մոտենում առաջինը։ Լավ, Միլենա ջան, մոտեցիր։ Կգրենք փոփոխականներ եւ իրancs կտանք արժեքներ, հա։ Գրի։ Հիմա դու սահմանել ես փոփոխական անունով, որ փոփոխականը string-ա, չէ՞, քանի որ Կբացատրես նաև ընթացքում ինչ ես անում։ Գրում ենք փոփոխական ու իրան տալիս ենք արժեք, որը string-ա։ Հետո Իսկ ինչի որոշեցիր տարիքը string-ով գրել։ Չէ, string-ով չէ, առանց string։ Արդեն ունենք integer, լավ։ Ու վերջում պետք է ուղղակի print-ով տպես։ Հետո print-ենք։ Ընկեր Էլենան կողքից օգնում է, հա։ Հետո f string-ի կարևոր պայմանը այստեղ որն է, որպեսզի ինքը հասկանա, որ դու տալիս ես փոփոխական իրեն։ Ամբողջ f string-ը գրում ենք մի չակերտի մեջ, հետևաբար հետմտի չակերտների մեջ, այստեղ կարող ես դնել ստորակետ, չէ՞ որտեղ վերևը պահանջվում է բարև ստորակետ։ Հիմա մենք պետք է մեր ծրագրին հաստատենք, որ անունը տանք։ Դա անում ենք այս կլորավուն փակագծերի միջոցով։ Ու արդեն տեքստի շարունակությունը։ Տարիքը արդեն գրեցինք, տարեկան ես։ Դե հիմա աշխատացրու, ստեղ տուր run anyway։ Լավ, ապրես Միլենա ջան, հիմա հարց
մյուս աշակերտներին էլ ինչ ձևով կարող էինք print-ը գրել։ Օրինակ Միլենան օգտագործեց f-string, հիշում ենք մի ձև էլ կա, որ կարող ենք էլի փոփոխականները տալ, ինքը հասկանա այդ հատվածում ոնց գրի։ Կհիշենք։ Մյուս տարբերակը ֆորմատն էր, որ ֆորմատի միջոցով էլ կարող ենք փոփոխականները այսպես սիրուն print-ով գրել։ Ապրես Միլենա ջան, այս ծրագիրը իրականում նորմալ աշխատում է, այստեղ ուղղակի վերևում պահանջում ասում էր, որ օգտվողից ստանանք անունը տարիքը, այդ դեպքում ինչ պետք է գրենք։ Պետք չի հիմա կոդը նորից գրել, ուղղակի մի հատ դու ասա, որպեսզի արդեն օգտվողից ստանանք անունը տարիքը, որ ֆունկցիա պետք է օգտագործենք։ Միլենա, որ օգտվողը ներմուծեր տարիքն ու անունը, ինչ ֆունկցիա կօգտագործի։ Մենք այս ֆունկցիան անցել ենք։ Input։ Այո։ Լավ, ապրես Միլենա ջան, եկեք նայենք արդեն երկրորդ վարժությունը։ Էլի պետք է երկու թիվ մուտքագրենք ու դրանց գումարը արդեն տպենք ֆորմատի միջոցով։ Թող աղջիկները գան, հետո տղաները կգան։ Հաջորդը Հենրիկն ու Վահանն են, հա։ Լավ։ Արի, անունը տասը։ Արին է։ Նստի։ Անունը չլսեցի, որ խնդրեմ նորից ասես։ Արինա։ Հիմա փորձենք լուծել։ Այս անգամ արի input ֆունկցիան հաստատ օգտագործենք։ Քեզ պետք է երկու հատ փոփոխական, որի արժեքները ստանալու ես input ֆունկցիայի միջոցով։ Սկզբում գրում եմ փոփոխականներ։ Անգլերեն կարծես, հայերեն չգրես նախամի։ Ինչու գրեցինք int դիմացը։ Ամբողջական թիվ սարքի։ Որպեսզի ինչի ենք integer սարքում, input-ի մշտական default արժեքը ո՞րն է։ String։ Կարող ես սա copy paste անել դնել։ Լավ։ Չէ, աշխատացրու հիմա։ Մի թիվ գրիր, թող ծրագիրը կանգնի այս պահին, կամ այդպես կանգնացրու։ Երկրորդ թիվն էլ պետք է մուտքագրես, որպեսզի նորից չգրես, կարող ես այս առաջին տողը, այս հատվածը copy paste անել int-ից սկսած։ Մուտքագրի երկրորդ թիվը։ Ու վերջի պահանջով ուզում եմ որպեսզի տպես այս երկու թվերի գումարը ֆորմատի միջոցով։ Ֆորմատը այդ print-ի ձևերից մեկն էր, որ print-ի վրա ֆորմատ էինք կանչում։ Մի հատ փակագից ավելորդ է քո print-ի մեջ։ Տես Python-ը տակը կարմիր է ընդգծել։ Հիմա աշխատացրու, վերը գրի կտեսնես, որ error կստանաս։
Այստեղ երբ որ գրել ես ճակերտներով A + B, ֆորմատից առաջ մի հատ փակագիծ ես դրել, այդ փակագիծը ջնջի։ Ու երկրորդն էլ արդեն ֆորմատը քեզ ուզում է դրանց գումարը, դու ուղղակի A սորակետ B ես գրել, աշխատացու։ Կգրես A + B ֆորմատի մեջ, քանի որ քեզանից գումարն է ուզում։ A + B։ Նա տեսնենք ինչ էրորա տալի։ String-ի մեջ A + B ֆորմատ Լավ, ով կարասի ինչ սխալ ենք ստացել, ով կփորձի հասկանալ, ինչից է այդ սխալը գալիս։ Մի հատ փորձենք հասկանալ։ Մի հատ կարդացեք error-ը։ Տեսնում եք, Python-ը ցույց է տալիս, թե որտեղ է error-ը ինքը տեսնել։ Լավ, սպասեք մի հատ այստեղով ես չաթով ուղարկեմ։ Դուք տեսեք, ու բացատրեմ։ Չաթից կարող եք փոքր պաստարել, այստեղ մի հատ տեղադրել։ Կամ եթե ես հիմա փորձեմ ինքս մտնել, այստեղ կհայտնվի այդտեղ։ Մի հատ որ խնդրեմ edge-ը նորից reload կանեք վերևից։ Հիմա նորից աշխատեցրու։ Չէ, չերևաց։ Նորից, չէ, կա արդեն։ Հենա, print-ը նոր ես դրեցի։ Հիմա նորից աշխատացրու։ Տուր քո թվերը։ Ուղղակի խնդիրը նրանում էր կանում, որ f-string-ի ու ֆորմատն էր sense ընդհանուր միքսել, դրա համար Python-ը չէր հասկանում։ Այսինքն սկզբում դու այնտեղ ինչքան իշում ճակերտ էիր տվել, ճակերտների մեջ տվել էիր f-string-ով, որ հեսա երկու հատ բան ես իրան տալու, հետո ֆորմատով մի բան էիր իրան տալիս, ինքը չէր հասկանում։ Այս ուղղակի տենց ֆորմատի ու f-string-ի խառնելներ այդքան սխալ չէր կարելի ասել, ուղղակի շփոթվեցիր, ընդհանուր ճիշտ ես լուծել։ Շատ լավ, անցնենք երրորդ վարժությանը։ Հենրիկ գաս։ Դու արի։ Տղաները չգրեն, ընդհանրապես չէ գրեն։ Տղաները կգրեն, հեսա կսկսեն տղաները գրել։ Աղջիկներին գրենք, հեսա տղաներն էլ կսկսեն։ Հիմա ով է լուծի։ Համ? Նանե Պետրոսյան։ Նանե ջան, մի հատ ցանկացած տեքստ տուր, քո ցանկությամբ։ Ինչ որ տեքստ գրի։ Հա, իմ։ Հա, ինչ որ քո ցանկությամբ ինչ որ տեքստ գրի։ Ես մտածում եմ ինքը պետք է մուքտը գրի։ Սա տենց էլ անենք, ուզում ես տենց արա։ Հա, տենց արա։ Ուրեմն ջնջի սա։ Ոյ։ Ոչինչ։ Անգլերեն գրեմ, մոտ։
Ոնց ուզում ես գրի այստեղ։ գրի Ծիրունությանը չնայ։ տեքստ։ Տեքստի Առաջին եւ նախավերջին բառերը։ հա Բայց նաեւ բացատրել էլի ինչ ես գրում։ Հա, գրի բացատրի մի անգամ ստոր։ նախավերջին Նախավերջին։ Շում գրել եմ տեքստ, որ ինքը մուտքը գրի, տեքստի հետո ամենաշապես այդ պրինտը անում եմ, որ ինքը այդ առաջի տեքստը, այդ բառը թիվը, չէ, այդ Իսկ ինչ ես գրել 0։ Ինչի մեջ։ առաջի այդ բառը ընդամը 0 է սկսվում։ Քանի որ Python-ում ինդեքսավորումը սկսվում է 0-ից։ Շատ ճիշտ է, ու հիմա նախավերջին տառը, ոնց կարող ենք անել, դու չես կարող ասես, թե քո օգտատերը ինչպիսի բառ կմուտքագրի, որպեսզի դու հաշվես։ Հետևաբար օգտագործում ենք բացասական ինդեքսինգ։ Բացասականը վերջինը -1 կրնի, նախավերջինը -1։ Ճիշտ է։ Դեմ տեքստ գրի Շատ ախր։ Մյուս հարցը։ Հանարի Կարում ես մի հաջորդ ես գերնետիվ չէ, ես մեկը գրի տեքստ Եկեք վարժության 4-րդ վարժությանը մի պայման էլ ավելացնենք, բացի առաջին 5 սիմվոլները թող տպի նաև տեքստի ամեն երկրորդ սիմվոլը։ ամեն երկրորդ սիմվոլը նաև որ տպի սլայսինգ է Ես եկան նոր այդ բարությունը քիչի գոտակ Բա ջան, տենց է։ Դիտեմ Մախ վերում Իրապե ուզում ես Input-ով մի հատ տեքստ վերցրու։ Բավշտենք էդ է ուզում անեի փակագծերը ճիշտ Չէ. եղես Input-ը փակագծերից դուրս։ Գիտեմ Input Իմը չակեր Մեզ կրեմ տպիչ Տպիչ տեքստը Դա լիստը չէ Բես կարելի առաջին 5 սիմվոլները պիտի տպես Print Mirabə text Չէ mirabə այս շակերտներ այս չէ առանց shift-ի Հա սեղը Սրո չէ B Հա Ալով ցտես Նաև բացատրի, հա։ Mirabə սվասացում Այստեղ փոխում training Mirabə սուջը ցանկացած բան գրի Տպեց առաջին 4 սիմվոլը։ բան 5 սիմվոլներ Հա, mirabə Պետքեն Ink Չէ առաջին 5 սիմվոլը տպեց ներքևում Ներքևում էլ ամեն ամեն
H symbol-ը։ Շատ ճիշտ է։ Text, որը input-ով տպեցի դեպի text արժեքով մի փոփոխական, հետո print-ով տպեցի էլի։ Այստեղ ճիշտ է, մենակ մի հատ փոքրիկ նկատառում կարող էր զրոները չգրել, ճիշտ է, սենց էլ է աշխատում, բայց որ զրոները չես գրում, Python-ը հասկանում է, որ սկզբից սկսած պետք է ուրեմն slicing-ը անի։ Հիշում էինք այդ։ Հա։ Շատ լավ, ապրես։ Մյուս վարժությունը։ Ով է գալիս։ Դուքս։ Միլենան ուզում է էլի գա։ Բայց կարող է Հենրիկը գա նոր։ Նարեկ կարող է դու գաս։ Ինչ հաց է։ 5-րդ վարժություն է։ Արի Հենրիկ։ Բավականին հեշտ է քո համար։ Չես մոռանա։ Հա, լսում եմ։ Մուտքագրիչ թիվ, կամ input-ով տյանես, կամ փոփոխականով, չէ։ Հա, հանգիստ կարա չէ ինչ դարձում ես իրան։ Հիմա չպիտի ստուգես։ Վարժությունը ով էր լուծում։ Հենրիկը։ Լավ, Հենրիկ։ Հիմա if else պետք է գրես, որպեսզի ստուգես մուտքագրված թիվը զույգ է թե կենտ։ Այս որ բաժանումներ Հենրիկ։ Մեկնած ֆունկցիան բաժանումը, եթե թիվը բաժանվելու է երկուսին, ինքը տակից պետք է գրի, որ Այս որ մի բաժանումներ։ սրանք Մնացորդով թե առանց մնացորդ։ Տոկոսով որ բաժանում էինք անում, ինչն էինք ստուգում, մնացորդ ունի, թե չունի, թե ամբողջ մասը ունի, չունի, ինչն էինք ստուգում։ Երեխեք տոկոսով բաժանման նշանը ինչ էր ցույց տալիս։ Մնացորդը, չէ, այսինքն եթե զույգաթիվը պիտի ինչ լինի այս։ տեսույքատից որ պետք է բաժանվի։ Այսինքն պետք է մնացորդ չունենա, հետևաբար 0 պետք է լինի, շատ ճիշտ է։ Ապրես հանգստան, ճիշտ է։ Բոլորը հասկացան, չէ, պայմանը։ Կարևորը այստեղ պայմանը հասկանալն է, ոնց ստուգենք թիվը զույգ է թե ոչ, եթե մնացորդը երկուսին բաժանվելուց 0-ի ուրեմն զույգ է։ Հիմա պատկերացրեք այլ if else-եր ունենայինք, ենթադրենք մեզ պետք էր ստուգել, որպեսզի մեր թիվը եւ լինի կենտ, եւ օրինակ, չգիտեմ, բաժանվի 7-ի վրա։ Այս դեպքում ինչ կանենք, մի հատ էլի if else կգրենք, ուղղակի մի հատ պայմանի մեջ կստուգենք, որ ինքը համ կենտ լինի, համ 7-ի բաժանվի։ Երբ որ մեզ պետք է բոլոր պայմանները բավարարեն, ինչ տրամաբանական օպերատոր ենք օգտագործում։ Եթե մեզ պետք է որ մեր բոլոր պայմանները բավարարվեն, այսինքն պահանջը ասում է, օրինակ, մուտքագրված թիվը պետք է լինի կենտ եւ բաժանվի 7-ի։ Եվ հուշում է եւ բառը։ Ինչ անգլերեն ոնց էր։ Իսկ եթե արդեն ասեր, որպեսի մուտքագրված թիվը
կամ կենտ է, կամ բաժանվում է 7-ի, կամ ինչ որ այլ պայման, այս դեպքում կօգտագործենք or-ը։ Միշտ հիշեք, պահանջը ձեզ օգնում է, ցանկացած վարժության պահանջ ձեզ օգնում է հասկանալ ինչ անեք։ Եթե տեսնում եք եւ, նշանակում է, որ բոլոր պայմանները կարևոր են ու պետքա կատարվեն, հետեւաբար կօգտագործենք and-ը։ Լավ, մյուս վարժությունը Նարեկ գաս, Նայ, ոնց է նարեկես խոզարում, Որներ բայց ինչի պրինտից։ խի պրինչանը որ մի հատ վարժությունը կարդա, Արեգ ջան, մի հատ վարժությունը կարդա։ տպիրը 1-ից 100 բոլոր թվերի զույգ թվերի քայնական Լավ, մի հատ քո իմացածով գրի։ Հələ գրի տեսնենք ինչ ես գրում։ մեկ վարքյան Նախ պրինտից հետո բացած չկա։ Պրինտից հետո բացած չկա։ Եթե չեմ սխալվում Ինչ հիշում ես ասա, մենք կփորձենք քեզ օգնել։ Եթե չեմ սխալվում, սենց մի հատ բան էի կարդացել, print range ու տենց 2 ստորակետ 101 ստորակետ 2, տենց ինչ-որ ինչ բան կար, էդ էի նոր ուզում փորձեի։ Փորձեմ մի հատ գրեմ։ Իհարկե։ Գրի։ Զուտ այդքան է վստահ չեմ էլի, ճիշտ կգրեմ թե չէ, կեսից եթե կարաք կօգնեք։ Իհարկե։ Հիմա ջնջի։ For loop է գրել։ Print-ը ջնջեմ։ Հա։ For loop է, չէ՞ գրում։ Գրում ես for։ Նայ, loop-ով դու։ Քո նոր ասված այդ range-ը, որ ասում էիր, ֆունկցիան ճիշտ ես ասում, դա գրում ենք for loop-ի մեջ։ Հիշում ենք range ֆունկցիան։ Ով է հիշում range ֆունկցիան այնց ինչա ներկայացնում։ For in range. Չէ, range-ը ինչ է անում, ինչ արժեքներ է ստանում։ Միջակայքի։ Միջակայքի արժեքները եթե չեմ սխալվում։ Մենք տալիս ենք, չէ՞։ Էլի ինդեքսինգի պես առաջին թիվը, այսինքն սկզբնական թիվը ներառված է, վերջի թիվը ներառված չի։ Դրա համար ենք գրում 101, որովհետև եթե գրենք 1-ից 100, այս դեպքում մինչև 99 կգնա, հասկանում ենք, չէ՞, ինչի ենք 101 գրում։ Որտե վերջինի եթե չեմ սխալում 1 թիվը դուրս է գալիս։ Պետք է եթե ունեք ուզում եք 1-ից մինչև 100-ը տպի, պետք է 101 գրեք, որ վերջինը ինչ որ դուրս է գալիս։ Նարեկ ջան, ձայնդ կտրտեց, ես նոր բացատրեցի, ինչի ենք գրում վերջում 101 ոչ թե 100, որովհետև վերջինը ներառված չի, այսինքն այս դեպքում 1-ից 100-ն է ներառված։ Եթե գրեիր 1 նախ վերջակետ չի, ստորակետ 101 է, ու եթե գրեիր 1 ստորակետ 100, այս դեպքում ինքը կգնար 1-ից մինչև 99։ Լավ, շարունակենք։ Մեր նախկին վարժության նույն պայմանն ենք ստուգում, որ զույգ թիվ լինի։ Քանակը։ Կոնդուկցիա։ Ասի թերիվան ես։ Սեր։ Մեկ պրոբել հանես։ Այդ է։ Դες մի րոպե, դե իմ հավասարների ինչ-որ մի բան կամ փոքր է։ Կբացատրես ինչ ես անում նաև։ Այո։ Ճիշտ է գրել, պետք է գրես տեղ count, որտեղ մենք ուզում ենք քանակը հաշվել, կամ ցանկացած փոփոխականի անուն։ Ուղղակի ընդհանրապես փոփոխականները միշտ տրամաբանական անուններ, հա, դրեք։
Count-ը հավասար է plus հավասար է 1։ Այսինքն իրականում count հավասար է count plus 1։ Հիմա ու վերջում պետքա print տաս ուղղակի։ Հիմա չաշխատեցնես դեռ կոդը։ Ես հարց տամ։ Այստեղ մի հատ սխալ կա, ով կարող է։ Քանի որ եթե դու առանց դրա աշխատեցնեիր, Python-ը կասեր count հանով փոփոխական չես հայտարարել, ինչա count-ը։ Loop-երի ժամանակ մենք հիշում ենք դրսում մի հատ, եթե օրինակ հաշվարկ ենք անում, ինչ որ փոփոխական ամես պետք որ արժեքները անդադ իր մեջ պահի, մեր համար աշխատի։ Մենք պետքա մեր loop-ի դրսում այդ փոփոխականը հայտարարենք։ Այ հիմա աշխատեցրու։ Աշխատացնի կոդը։ Դες sense հարցերը ես պրոֆեսիոնալ եմ։ Նալիա։ Լավ, հասկացանք։ Հիմա 7-րդ վարժությունը տեսնենք ով է լուծի։ 7-րդ ով է գալիս։ Ով է գալիս երեխեք։ Արա, կա մի փոքր, որ հասցնենք բոլորը լուծենք։ Երեխեք մարդ կա, որ ուզում է գա գրի ես մեկը։ Արի։ Արի։ Տեքստը հավասար է, որ գրեի մուտքագրի ամբողջիկ չէ։ Թիվա ինքը լինելու։ Այսինքն հիմա ես մեր տեքստ կարող եք անեմ, այսինքն է։ Բայց ինչ ես տեքստ վերցնում, եթե թիվ ես մուտքագրելու։ Դերում եմ կամ թիվ վերցնում։ Թիվը հավասար դեմի։ Input-ով։ Եղբե։ Input։ Մյուսները լսում են, չէ, նայում են էկրանին։ Լսում եք, չէ։ Բնի չլսեք, հա։ Մոտքագրին ամբողջիկ, չէ։ Տղաներ։ Տղաներից հիմա ով էր լուծում խնդիրը։ Վահան։ Վահան ջանելի դու ես եկել։ Այո։ Հիմա քո input-ի մշտական արժեքը վերադարձնող string-ը, քեզ պետքա որ թիվ լինի, հետևաբար իրան սարքի integer։ Կամ հա integer։ Այս մի րոպե սարքի։ Int։ Հիմա առաջին պայմանը արեցինք։ Պետքա մուտքագրված թվանշանների գումարը տանաս։ Հա, մի րոպե։ Նախքան խնդիրը լուծելը, մի հատ փորձիր ինքնուրույն հասկանալ առանց գրելու, հա, առանց գրելու մի հատ հասկանալ, ոնց կարանք խնդիրը լուծենք։ Ցանկացած խնդիր, առաջին հերթին փորձում ենք հասկանալ մեր մտքի մեջ, ոնց կարանք լուծենք։ Նոր անցնում ենք կոդերին։ Եթե հասկանում ենք լուծումը, կոդերը գրելը հեշտ է։ Հիմա ենթադրենք, ինչ որ մեկը մուտքագրում է 538։ Ենթադրենք։ Մեզ պետք է այս 538-ի թվանշանների գումար, այսինքն 5-ին գումարենք, 2 գումարենք։ Չէ՞, ինչքան թիվ մուտքագրի, այդ թվի թվանշանները գումարենք իրար ու վերադարձնենք մեր օգտատիրոջը։ Էս է պահանջը։ Հիմա ոնց կարանք սա անենք։ Մեզ ինչ-որ ձևով, Թիվ 2, հա։ թիվ 2, հա, թիվ 2, հետո էլի հավասար լինի, ինչ որ մի, ասենք, sensitive, string-ի մեջ։ Լավ, եկեք հուշում անեմ, մեզ այս վարժության համար պետք է գալու մնացորդը և ամբողջական բաժանումը։ Այսինքն, ոսկի կա մնացորդը մնա 10, հա, մի րոպե, լավ։
մեզ պետք է գալու մնացորդ թվաբանական օպերատորը եւ ամբողջական բաժանումը։ Եվ նաեւ նախքան լուծելը քեզ for loop-ա պետք, while loop-ա պետք, դա էլ պետք է հասկանաս։ Sense խեկաստը։ Ով փոշմանի։ Հիմա for loop-ով ես անելու ես խնդիրը թե while։ While of Մնացորդ integer Yep. Ուզում հասկանամ երկրորդ թիվը ինչի համար ես վերցնում։ Դեպի մնացորդի բանը է լինի, կամ sense կար։ Միգուցե մի հատ while loop-ը սկսես։ Նայ դու գրել ես մուտքագրիր ամբողջ թիվ, չէ՞, ամբողջ թիվը մուտքագրվելու որը ստորակետից հետո անդամ չի ունենալու, ճիշտ է։ Հիմա պիտի հասկանաս քո թիվը ինչ թվանշաններից է բաղկացած, որ այդ թվանշանները կարողանաս գումարես իրար, չէ՞, անկախ քանակից, որ լուփի մեջ ինքը պիտի մտնի for-ի թե while-ի։ While-ը ինչ էր անում։ Իրենը։ Դա եկեք for-ով անեմ, որ ավելի հեշտ լինի։ While-ով էլ կարաս անես, բայց for-ով արա։ Հա։ Ինչ չէ։ Կամ random չի լինի։ Ինչ ես ուզում գրես, որ ասես։ Դե որ ինքը for դա random թիվ։ Այդ random թիվը ինքը ստեղ ամբողջ կհաշվի ու կգումարի իրա։ Լավ, եկեք սենց հանենք, քանի որ մեր ժամանակը արդեն լրանում է, եկեք վարժություն 8, 9, 10 լուծենք, հետո 7-ը հեսա այս էկրանը կիսեմ բացատրեմ, հա ոնց ենք անում։ Եկեք 8, 9, 10-ը շարունակենք, Վահան ջան, քանի տեղ ես մի հատ 8-ը լուծի, 9, 10 այլ մարդիկ կլուծեն ու ես էկրանը կիսեմ 7-ը բացատրեմ։ Հենա Այկոն ուզում է դա 8-ը լուծի։ Արի։ Արի Այկոն ջան։ Ցուցակ պիտի տպես։ Հա, թվերը գրում եմ, հետո բան եմ անում։ Նախ հավասար երևի։ Հա, բայ հավասար process-ը։ Հետո դու եթե ձևավոր փակագծի մեջ ես գրում կամ dictionary-ա կամ set-ա։ Ցուցակ ա, list ա։ Գրեմ, հետո print len ու numbers։ Ահա։ List ա ուզում քեզանից թվերի։ Կամայական այդպես թվեր պետք է գրես։ 5 Եվ երկարությունը տպես քո լիստի։ print հա len number Փակագծերին ուշադիր եղի, փակագծերին։ Էդի չպիտի Ապրես, վարժություն 9։ Վարժություն 9 երեխեք։ Օ, ես վարժություն 9 չգիտեմ ինչի է այստեղ ջնջվել։ 1 րոպե հիմա ուղարկեմ։ Մի հատ որ խնդրեմ edge-ը նորից ձեր մոտ թարմացրեք, արդեն վարժություն 9 կերևը։ Հիմա ինչ կլինի արդյունքը կոդի։ Երկու սեթեր ունենք։ Ունենք երկու բազմություն եւ պետք է անենք union։ Ինչ կլինի արդյունքը։ Ահա։ Իրար հետ որոնք կրկնվում են։ Երեխեք մի հատ լուր։
կրկնվող թվերը կվերադարձնի։ Երեխեք union-ը միավորումն է, intersection-ը հատումն է։ Այսինքն միավորման ժամանակ մենք ունենում ենք մեր երկու սեթերի այն բոլոր արժեքները, որոնք չեն կրկնվում։ Այսինքն այս դեպքում կունենանք մեկը, այսինքն երկու սեթեր ունենում ենք միասին ներողություն։ Երկու սեթերի արդյունքներ ունենում, բայց գիտեք, եթե կրկնվող արժեք լինում է, դա բնականաբար չի գրվում։ Նախ եւ առաջ, որովհետեւ սեթ է, sense թե մենք սեթում կրկնվող արժեքներ չենք ունենում, չէ՞։ Հետո էլ միավորման արդեն միավորում ենք ամ։ Հետևաբար, եթե տպենք, արդյունքը կլինի 1-ը, 2-ը, 3-ը, 5-ը, 6-ը, 7-ը, 9-ը, 10-ը։ Եվ վարժություն 10-ն լուծենք արդեն։ Ով է գալիս 10-անի։ Ահանջը։ Հենրիկ գաս։ Արի։ Ատոմները։ Պետք է բառանաց Ձևավոր բականից։ Հա, ցանկացած անուն գրի։ Ստե ազգանունի դասա։ Հետո պետքա գրես ազգանունը ու գնահատականը։ Կարաս հասկանաս ինչից է սխալդ գալիս։ Նախ մենք գերը դնում ենք ճակերտների մեջ, այս դեպքում string-ներ ենք հո գերը, թե անունը, թե ազգանունը, թե գնահատականը, եւ ճակերտների մեջ, ոչ թե փակագծերի։ String-ը, չէ՞։ Եվ Աննան էլ, Մարտիրոսյանն էլ պետք է լինեն ճակերտների մեջ։ Հասկացար։ Սխալ է։ Հա, ուշադիր չեմ անում։ Ոչինչ։ Այս մի քիներ ճակերտների մեջ։ Այս վարար։ Դա պետք չի, որովհետև իրականում կարաս տենց հանես, ուղղակի 95-ը կլինի այս դեպքում string, բայց եթե արդեն ոնց որ մյուս ձևով ես անում, էլի կլինի։ Իսա, խալը գտա։ Կարող Հայերեն վերջակետ ես դրել չի հասկանում։ Հայերեն վերջակետ ես դրել չի հասկանում։ Պետք է անգլերեն։ Մեր կլավիատուրան անգլերեն սարքի ու անգլերեն օգտի։ Ես իրականում լավ եղավ, որ հայերեն ճակերտներով չաշխատեց, որպեսզի դուք հասկանաք ինչքան կարևոր է, հա, նույնիսկ սիմվոլներին ուշադրություն դարձնել։ Շատ լավ, հիմա ընկերել անա դուք էկրանը անջատեք, ես բացեմ այդ 7-րդ վարժությունը։ Իմ էկրանը երևում է։ երևում է։ Հիմա եկեք հասկանանք 7-րդ վարժությունը ոնց կարող ենք լուծել։ Մեզ պետք է ինչ-որ թիվ, չէ՞, մուտքագրենք, քանի որ input-ը միշտ վերադարձնում է string, հետևաբար integer-ով իրան սարքում ենք արդեն թիվ։
Մեզ պետք է մի հատ փոփոխական, որը այդ հաշվարկի իր մեջ կպահի։ Ոնց էր անցած վարժության մեջ մենք ունենք count-ը, ու count-ի մեջ ենք պահում այդ անդադ գումարները, հիմա էլ total ենք հայտարարել ու այս փոփոխականի մեջ ենք սկսելու թվանշանների գումարները պահել։ Բնականաբար սկզբում 0 է։ Հիմա while loop-ով ենք աշխատում, ասում ենք քանի դեռ մեր մուտքագրված թիվը, դրական թիվը, while loop-ը կշարունակվի անընդհատ ոնց որ աշխատել։ Ստեղ մի հատ կարևոր պայման կար։ Հիշում ենք for loop-երը դե ըստ քանակությամբ ինչքան քանակ ասում ենք պատտվում է։ While loop-ը պետք է անպայման while-ի ներսում ինչ որ մի հատ պայմանով նենց անենք, որ անվերջ ցիկլ չունենանք։ Այս դեպքում այս պայմանն է, որը մեզ բավարարում է, որպեսզի մենք անվերջ loop-ի մեջ չունենանք։ Եթե հիմա հեսա կոմենտ անեմ, մենք անընդհատ անվերջ loop կստանանք։ Հիմա եկեք օրինակով բացատրեմ ու քայլ առ քայլ հասկանանք։ Ենթադրենք մի հատ թիվ ասեք։ Լավ, եկեք մի հատ եռանիշ թիվ։ 528։ Ենթադրենք մեր օգտատերը մուտքագրել է 528 թիվը։ 528 թիվը, որը պահվում է մեր num փոփոխականի մեջ 0-ից մեծ է, չէ՞։ Հետևաբար true-ը մտանք while։ Այստեղ ունենք total-ը, որը ասում է, այս դեպքում քանի որ դեռ սկզբնական շրջանում 0 է, դրան պետք է գումարենք, ասում է մեր number-ը բաժանի 10-ի ու մնացորդը ինչ որ կլինի։ Հիմա 528-ը մնացորդ 10-ը ինչ կտա։ 528-ը որ բաժանենք 8 հասկացանք ոնց է լինում։ Եթե բաժանենք, եթե 528-ը, հա, ուղղակի բաժանենք 10-ի, ստանում ենք 52.8, չէ՞։ Հիմա մեր Python-ի այս մնացորդով ենք եթե դա անում, մենք վերցնում ենք այս մնացորդը։ Հետևաբար մենք մեր թվից վերցեցինք վերջին 8-ը։ Արդեն մեր total-ը այստեղ կլինի 8։ Պատկերացրինք, չէ՞, առաջին իտերացիայի ժամանակ մենք այստեղ ունեցանք 8-ը։ Այսինքն այստեղ մեր total-ը հավասար է 8։ Սա պատկերացրինք ոնց ստացանք։ Հասկացանք։ Հետո 52-ն ենք բաժանում 10-ին։ Հիմա, քանի որ եթե ես այս պայմանը չունենամ, մենք դուրս կգանք, էլի կլինի 528, էլի կմտնենք, էլի անընդհատ, այսպես while loop-ով կպտտվենք։ Մեզ պետք է, որ մեր 528-ից հիմա մենակ վերցնենք արդեն 52-ը, հա, 8-ը հեռացնենք, այսպես ասած։ Դե 528-ը, որ մենք բաժանում ենք 10-ի, ստանում ենք 52, իսկ ամբողջական բաժանման դեպքում մենք վերցնում ենք միայն ամբողջ մասը, այսինքն 528-ը եթե այսպես բաժանում ենք 10-ի, ստանում ենք 52.8, բայց քանի որ ամբողջական է, մենք վերցնում ենք միայն ամբողջ մասը, այսինքն մեր number-ը առաջին իտերացիայից հետո դարձավ 52։ Պատկերացրինք։ Եղավ։ Հետո մեր 52-ը դուրս է գալիս, էլի քանի որ 52-ը դրական թիվ է, մտնում ենք ներս։ Էլի մեր 52-ը արդեն այս դեպքում մնացող 10-ը ինչ կտա։ 2։ Մեր total-ին արդեն 8 գումարած 2 total-ը դարձավ 10, ու այստեղ էլ արդեն ինչ կդառնա number-ը։ 5։ 5-ը դուրս եկավ, արդեն էլի այստեղ կգանք, 5-ն էլ կգումարենք։ Վերջանա այստեղ մեր թիվը դուրս կգանք ու կգումարվի 8-ին գումարած 2 գումարած 5։ Մենք ոնց աշխատեցնենք։ Տանք 528-ը, մեկ, ինքը նորմալ կաշխատի։ Պատկերացրեցինք այս while loop-ը ոնց է աշխատում։ Ուղղակի մեզ պետք էր ինչ-որ մի ձևով անընդհատ վերջի թիվը վերցնել, վերջի թվանշանը, որը անում ենք մնացորդով, ու քանի որ պետքա փոփոխենք մեր թիվը, որպեսզի անվերջ loop չստանանք, ու անընդհատ իհարկե նույն 8-ը անընդհատ չվերցնենք, դրա համար էլ արդեն մեր թիվը փոքրացնում ենք ամբողջական մնացորդով։ Ամբողջական բաժանումով ներողություն։ Հարցեր կան այստեղ։